شکست در این توطئه Մենք պատրաստ ենք դիվանագիտական աշխատանք ծավալել, սակայն ամերիկացիները պետք է հստակ հասկանան, դիվանագիտությունն անհամատեղելի է սպառնալիքների եւ ճնշման հետ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ բանակցությունների առաջին փուլը կայանալու է արդեն այս շաբաթ, փետրվարի 6-ին Ստամբուլում։ Ուկրաինայում խաղաղության հաստատումը ծանր որոշումներ կպահանջի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այսօր Գերագույն Ռադայում ունեցած ելույթում։ Դաշինքի ղեկավարի խոսքով, չնայած աշխարհի այլ տարածաշրջաններում տեղի ունեցող բուռն իրադարձություններին, ՆԱՏՕ-ի ուշադրությունը Ուկրաինայից չի շեղվել։ Ռյուտեն եւս մեկ անգամ կրկնել է, որ Կիևին տրամադրվող անվտանգության երաշխիքները նաեւ Դաշինքի անդամ պետությունների ռազմական ներկայություն են նախատեսելու։ Սիրիայի կառավարական զորքերի առաջխաղացումը երկրի հյուսիսային քրդաբնակ շրջաններում շարունակվում է։ Ակնկալվում է, որ Սիրիայի ուժային կառույցների ներկայացուցիչները նախորդ շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում այսօր արդեն մուտք կգործեն առավելապես քրդերով բնակեցված Ղամիշլի քաղաք։ Նույն աղբյուրի փոխանցմամբ սիրիական ուժերի առաջխաղացմանը զուգահեռ Ղամիշլիում գտնվող քրդական ջոկատներն այստեղ պարետային ժամ են հայտարարել։ Փարիզի դատախազությունը հարցաքննությանը հրավիրել աշխարհի ամենահարուստ գործարար Իլոն Մասկին, սրան զուգահեռ ֆրանսիական ոստիկանությունն այսօր խուզարկել է Մասկի սեփականություն հանդիսացող X սոցիալական ցանցի փարիզյան գրասենյակը։ France Press գործակալության տեղեկություններով դատախազությունը Մասկին հարցաքննությանը հրավիրել ապրիլի 20-ին։ Ֆրանսիայի դատախազությունը 2025 թվականի հունվարին ներքրեական գործ հարուցել, պնդելով, որ X-ի ալգորիթմն օգտագործվել է երկրի ներքաղաքական կյանքին միջամտության համար։ Իսպանիան կարգելի անչափահասներին օգտվել սոցիալական ցանցերից այսօր Դուբայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, նշելով, որ խոսքը վերաբերում է մինչև 16 տարեկաններին։ Սանչեսի խոսքով երկրի խորհրդարանը պատրաստվում է խստացնել սոցիալական ցանցերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը, նաև քրեական պատասխանատվություն սահմանելով սոցցանցերի ղեկավարների համար։ Այդ տեխնոլոգիական պլատֆորմների ղեկավարները նաև քրեական պատասխանատվություն կրեն, եթե անօրինական կամ ատելություն սերմանող բովանդակությունն իրենց ցանցերից չհեռացվի, նշել է Իսպանիայի վարչապետը։